Մարդու համար անընկալելի են, հոգևորականը պատրաստ է անցնել այդ զրկանքներով, պատրաստ է անցնել բանտարկությունով, բայց չհրաժարվել իր գաղափարներից, չհրաժարվել իր մոտեցումներից։ Հայաստանում մենք ոչ թե պարզապես քաղաքական դաշտում, այլ ընդհանրապես մեր երկրում երևի հատուկ են մարդիկ ունենք, որոնք պատրաստ են այս զրկանքների միջոցով անցնել եւ չհրաժարվել իրենց մոտեցումներից, իրենց գնահատականներից։ Առաջին ցայտուն օրինակը, որը դրա ապացույցն է, դա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով առաջին թիրախն էր այսպես կոչված հեղափոխության, բայց եւ բանտարկությունից հետո եւ երկրորդ բանտարկությունից հետո մենք տեսանք, որ ետ չկանգնեց իր քաղաքական պատկերացումներից, իր գնահատականներից եւ իր պայքարը միջ այս պահն էլ շարունակում է այս